ողջունում եմ ձեզ։ Բարի երեկո։ Ես բոլորին հեռուստադիտողներին։ Ես էլ եմ ողջունում Հրանտ Արամիս ջան։ Ես այն օրը մտածում եմ, ասում եի, քանի մարդ կա ընդհանրապես մեր երկրում, որ եթե տրամադրություն չունեն ասել կամ մեկ էլ տենց փողոցում պատահական Հրանտ Արամիչին օրինակ տեսնես միանգամից ինչ-որ ջերմություն քո մոտ կառաջանա եւ պարզվեց, որ քիչ մարդկանցից մեկը Հրանտ Արամիչն է իմ մտածած եւ նաեւ ես իմ կողմից ասեմ, ես Հրանտ Արամիչին անձնապես ճանաչելու եւ շփվելու առիթ ունեցա մեր լավ ընկերներից մեկի Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործի հետ կապված եւ այն ժամանակ ասել էի, հիմա էլ կկրկնեմ, որ ընկեր հասկացությունը իմ համար շատ ավելի որոշակիացավ այդ ժամանակ, որտեվ մարդ կարող ընդհանրապես մի ընկեր ունենա, Հրանտ Արամիչի պես ընկեր ունենա, ինչպես Արմենը ուներ Հրանտ Արամիչի պես ընկեր եւ ես տեսնում եմ այդ ընթացքում թե ոնց էր Հրանտ Արամիչը ամեն ինչ անում իր ընկերոջ համար այդ ողբերգական օրը չեմ ուզում հիշենք, բայց կուզենայի նաև, քանի որ քաղբանտարկյալների մասին ենք մենք խոսում այսօր, հիմա էլ հենց այս պահին քաղբանտարկյալներից մեկի Խաչիկ Գալստյանի դատն է գնում, այդ պատճառով Արսենը այսօր չկարողացավ գալ, անցքես պետք է հայտարարվի, քանի որ առհասարակ քաղբանտարկյալների մասին մենք շատ ենք խոսում, մեր տղաներն են քաղբանտարկյալ, Նարեկը եւ Ազգենը, ես կուզենայի, որ մի քիչ խոսենք Արմենի մասին։ Մեծ հաճույքով Արմենի մասին, որտեվ քիչ է խոսվում Արմենի մասին։ Արմենի մասին քիչ է խոսվում, դա մեր նահատակ քաղբանտարկյալն է, մարդ, որը դատականիստերի դահլիճում հեռացավ եւ իր բռնվելու վարքյանից, ինչի մենակ բռնվելու վարքյանից, իր այն կարճ շրջանում, որ ինքը հանրային գործունեություն էր իրականացնում, դրսևորել է իրան արժանապատիվ, դրսևորել է իրան մարդ, որը որևէ բանից ամաչելու տեղ չունի։ Ով եւս իրական մտավորական էր։ Դե օքեյ, ես այդպես մտավորական բառը անկեղծ ասած, ես այդքան շատ չեմ սիրում, բայց այն իմաստով որ դու ասում ես, լրիվ համաձայն եմ քո հետ։ Ես ցավում եմ շատ, որ իսկապես շատ ճիշտ ես Ռուբեն ջան, որովհետեւ Արմենը թե երբ կենթանի էր, հիմա էլ է կենթանի, ինձ համար Արմենը մինչև հիմա կա, ուղղակի զբաղվածա չենք հանդիպում ու մանավանդ իր գնալուց հետո այն մի տեսակ լռությունը, որը տիրեց, դա ինձ համար շատ ցավալի էր, որովհետև Արմենը շատ մեծ հետք թողեց, շատ կարճ ժամանակ ուներ, բայց շատ մեծ հետք թողեց այդ շատ կարճ ժամանակում։ Բրավո իրեն, իր արածներին, անգամ իր չարածներին։ Սերգեյ Բաղրամյանին ենք շնորհակալություն հայտնում մեր հաղորդմանը աջակցելու համար։ Ես ուզում եմ մի անգամ հրապարակավ խոսել եմ, հիմա էլ ուզում եմ կարճ ասել, որ իհարկե բանտում Արմենին տեսնելը դա նոնսենս էր, էլի, ասենք Արմենը եւ բանտը դրանք իրար հետ կապ չունեցող բաներ են։ Բայց ինքը էլ մարդկանցից է, որ ինքը ոչ թե բանտն էր իրան փոխել, այլ ինքն էր բանտը փոխել։ Ջերմություններ առաջացել է, որ ասեց ուզում էր գդայի, որ Արմենի հետ շփվել, գալիս էր այդ աշխատակիցները զգում էր ժպիտ էր առաջանում, այդ իր զրնգուն ձայնով բրատ ջան, ո՞նց եք, բան, սենց այդ իր այդ ինչ որ անեկդոտներ էր պատմում, բաներ անում ու էսա հարցը, որ ես նաև կուզենայի տենց նաև որպես ընկեր, էլի, Արմենի հետ կապված մի քիչ խոսենք, էլի, որտեվ ես ինձ վատ եմ զգում, որ Արմենի հետ կապված քիչ է խոսվում։ Եվ հիմա մենք առաջին ձեռքից կլսենք, հույս ունեմ, մի քիչ Արմենի մասին մի քիչ տենց անձնական, էլի։ Եթե մի քիչ հետ գնանք, Արմենը 90-ականներին, երբ Երմեի թմի հետ դարձան չեմպիոն 92 թվին, 94 թվին, հետո բնականաբար Երմեի մի մասը վերադարձավ Երևան, մի մասը մնաց Մոսկվայում։ Ու Արմենը այդ շարքում էր, որոնք մնացին Մոսկվայում։ Ու իր մտերիմ ընկերոջ հետ, Ռաֆայել Էդմինազբեկյան, իրանք սկսեցին զբաղվել հեռուստատեսությամբ եւ կինոյով։ Ու Արմենը շատ խորացավ կինոյի մեջ, այսինքն ժամանակի ընթացքում դարձավ բավականին ճանաչված կինոպրոդյուսեր ու ուներ շատ լավ ֆիլմեր,
ու միշտ երազում էր որևէ հայկական ֆիլմ նկարել։ Դա Արմենի երազանքն էր։ Բայց այս ինչ կամ ինչ պատճառներով չէր ստացվում, մինչև կարողացավ մի անգամ նկարել ֆիլմ, որովհետև այն ժամանակ Տիգրան Ներքյոսյան համոզում, որ պետքա գաս անպայման նկարես, հայրիկդ այդքան նկարեց եւ այլն, բայց օրինակ Տիկոն միշտ ասում էր, ես վախենում եմ հայկական կինո նկարելուց, ես չեմ կարող, ես լավ չեմ ճանաչում իմ հայրենիքը։ Ու Արմենն ուներ շատ լավ ֆիլմեր։ Ես չգիտեմ հիմա այդ ֆիլմի անունները մեր հանդիսատեսին ինչ-որ բաներ կասել։ Դե ամեն դեպքում ասեք կարող YouTube-ով բանով։ Օրինակ ամենահայտնի ֆիլմերից մեկը իր «Յաստայուս» ֆիլմն էր, Բանդարչուկով գլխավոր դերում, որ շատ լավ ֆիլմ էր։ Հետո Արմենը մի անգամ փորձեց նկարել հայկական ֆիլմ, որը կոչվում էր «Մայա Բայշայա Արմյանսկայա Սվադьба», իմ մեծ հայկական հարսանիք, որը որ այդ քանի որ ռեժիսորը հայ չէր, ինքը այդքան լավ չստացվեց, ոնց կարելի էր, որովհետև շատ լավ դերասաններ էին նկարել ֆիլմում, ոչ թե նրանով որ ես էլ եմ նկարել, այլ իսկապես իմ հետ հավասար շատ լավ դերասաններ կային, ռուս դերասաններ, հայ դերասաններ, բայց այդքան էլ բան չէր, ու Արմենը միշտ մտածում էր որևէ լավ հայկական ֆիլմի մասին, գումարային հարցեր, իր ժամանակի խնդիրներ, մինչև 16 թիվը, երբ Արմենը Մոսկվայից տեղափոխվեց Հայաստան, ասեց էլ չեմ կարողանում, ես ուզում եմ գալ Երևան, ուզում եմ գալ հայրենիք, որովհետև մինչև այդ Արմենը գալիս էր Երևան, որպես մանկուց երազած քաղաք, գնում էր Գյումրի, որովհետև իր մանկության քաղաքն էր, ու գալիս էր զվարթ, ուրախ, ռեստորաններ, սրճարաններ, ընկերների հետ հանդիպումներ ու մեկնում էր։ Իսկ 16 թվին ասեց ուզում եմ գամ ու եկավ ու ապրիլ ամսին ես մեկնում էի Արցախ, Արմենը ասեց ես էլ եմ հետդ գալիս, ասի Արմեն ջան, ճիշտն ասած, սա խաղու պար չի, սա պատերազմ է, վտանգավոր է։ Քարորիայի մասին է խոսքը։ Հա, քարորիայի ժամանակ։ Չէ, ուզում եմ գամ, ասի լավ արի։ Ու միասին մեկնեցինք, ու ջոկատը, որի հետ ես սերտ կապերի մեջ էի, ջոկատի անդամ էի, դա 51-65-ն էր, Արտուրի Ալեքսանյան հրամանատարի ինքն էր, Ամարասի Արտուրը, ու իրենք հաթերքում էին։ Արմենի հետ գնացինք ընդեղ ու մի գիշերվա մեջ, այդ երեկոյվա մեջ Արմենը ինձ համար փոխվեց։ Այս լրիվ ուրիշ Արմեն տեսա, քան մինչև այդ պատկերացնում եմ։ Էլի շատ մտերիմ է, ես իրան շատ է սիրում ու շատ եմ սիրում։ Բայց երբ որ վերադառնում էինք անցան այդ 5 օրերը, 6 օրերը, վերադառնում էինք Երևան, Արմենը նստեց մեքենան, ինքը շատախոս էր, անկեղծ ասած, միշտ ինքն էր ուշադրությունը իր վրա վերցնում։ Արմենը լուռ էր ամբողջ ճանապարհը։ Արցախից Երևան։ Հա, Արցախից Երևան մի ծպտուն չի անել։ Ու ես էլ չէի խոսացնում, թողեցի ինքն իրանով։ Ու երբ եկանք Երևան, ինքը փոխվեց ահագին։ Ու մնաց Հայաստանում, մնաց Երևանում, էլ չգնաց Մոսկվա, մնաց տեղ, մտավ քաղաքականություն ու իր մտքերը սկսեց արտահայտել, բայց դա արդեն ավելի ուշ էր մի քիչ, որովհետև 18 թվին Արմենը ողջունեց իշխանափոխությունը, որովհետև մենք առաջ էլ Արմենի հետ, որ ես Մոսկվայի եմ լինում կամ ինքը ստեղ զրուցում էինք այն ժամանակվա իշխանություններից, թե առաջի, թե երկրորդ, թե երրորդ, ես իմ կարծիքն էի միշտ հայտնում, Արմեն ասում էր դե շատ խիստ ես վերաբերվում, ասում էի Արմեն ջան,
ես իմ մասնագիտությանը համաձայն պետքա լինեմ ընդդիմադիր։ Դա այդպես է։ Թե առաջի, թե երկրորդ, թե երրորդ իշխանության ժամանակ։ Դա է ճիշտը։ Արմենը չէ, այ երրորդ հիմա գալիս է նոր իշխանություն, դու չես պատկերացնում թարմություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ Արմեն ջան, համբերի։ Մի քիչ համբերի։ Այդ որ ասում են թողեք աշխատեն եւ այլն, ես էլ Արմենին ասում, թող աշխատեն, աշխատանքի արդյունքը տես, հետո կարծիք հայտնի։ Ու մի տարի հետո մանավանդ պատերազմից հետո Արմենի մոտ շատ բաներ փոխվեցին, որովհետև պատերազմի ժամանակ էլ ես մեկնում էի Արցախ, Արդեն 44 օր էին ասում։ 44 օրվա ժամանակ ամսի 29-ին ես մեկնեցի Արցախ, որովհետև մինչև այդ մենք պետքա գնայինք 27-ի գիշերը, բայց ցավոք սրտի ուղարկողը չկար։ Ջոկատը կազմապատրաստ սպասում էր 2 օր, բայց ուղարկող չկար ու որոշեցինք ինքներս գնալ։ Ու Արմենը ասեց գալիս եմ, ասի արի։ Ու Արմենի հետ միասին գնացինք, այ 20-օրյան, երբ առաջի ռմբակոծությունը եղավ Ստեփանակերտի, մեկ անգամ եւս էս փոփոխված Արմեն տեսա, մանավանդ երբ որ արդեն խոսքը գնում էր ցավոք սրտի զոհվածների մասին, վիրավորների մասին, մեր մյուս ընկերը աշխատում էր հիվանդանոցում, Արմենը Հակոբյանյան, որը Միացյալ Նահանգներից եկավ ու օր ու գիշեր վիրահատությունների մեջ էր հիվանդանոցում, գնում էինք Արմենի հետ, Արմենի մոտ ու այդ ամբողջ այդ տեսարանը Արմենի վրա շատ ախր ինքը շատ բան էր ապրում, էլի անհոգ էր ապրում Ռուսաստանում, վայելում էր այդ իր պրոդյուսերական կյանքը, դերասանական եւ այլն ու ընդեղից գալուց հետո Արմենը որոշեց, որ պետք է զբաղվել, քանի որ զբաղվող չկար այն ժամանակ գերիներով, գերիների հարցը բարձրաձայնելով Հիշում եմ, առաջին միջոցառումը կինո Մոսկվայի մոտ դուք էլ ելույթ ունեցաք։ Ես էի Արմեններ Գրիգորյան, Մհերներ Մկրտչյան եւ Արան Տեխնիկյան լուսահոգի Արաներ մեծ հետ միասին ու տեղից Արմենի գործունեությունը սկսվեց, ինքը շատ ավելի ակտիվ էր, քան ես, բնականաբար, որովհետև Արմենը խոսել գիտեր, Արմենը գրել գիտեր, բացեց իր YouTube հեռուստաալիքը, որը բավականին պոպուլար էր ու դիտողները բավականին շատ էին, թե հայերեն, թե ռուսերեն, որովհետև ինքը ասում էր, որ շատ կարևոր է, որպեսզի մեր իմ ռուսաստանցի ընկերները եւ այլն լսեն ամեն ինչի մասին, լսեն ստեղից ինֆորմացիան։ Հետո սկսեցին արդեն հրավիրել ինտերվյուների եւ փաստորեն ցավոք սրտի ավարտվեց նրանով, ինչով որ ավարտվեց։